Անհոր եւ որդվո եւ ոգույն Սուրբո ամեն այսօր Սուրբ Հոգին ասենք մեր աղոթներու մեջ ինչպես շարականներու մեջ եկավ եւ հանգչեցավ առաքյալներու վրա այս վերջի 10 օրերը մեր եկեղեցու մեջ նշանավոր են ինչպես որ այս վերջի 100 օրերը գսեք թե ով է հաշվում ով կհամրե 100 օր բայց պատկերացեք որ եթե կհիշեք Փետրվարին սկսավ մեծի բահոց շրջանը, բուն բարեգենթանով, 50 օր մինչև Սուրբ Զադիկ, այսօրալ 50 օր Սուրբ Զադիկեն հետո, Պենտեկոստ 50 կնշնագե, բայց մենք հայրս շատ քեղեցիկ փարմուն ենք հոգեկալուստ, Սուրբ Հոգին կկա այսօր, 100 օր, մինչև Զադիկ, Զադիկենա մինչև այսօր 100 օր պիտի հաշվենք Եվ այս բոլորը գսեմ, որովհետև Աստուծո առջև ամեն ինչ իր քեղեցկություն ունի, իր դեղը ունի, իր ժամանակը ունի։ Ինչպես որ քիշերը, եթե արթնանք կես քիշերին, այդ քեղեցիկ փայլուն աստղերը լուսինը գուցե գտեսնենք, գիտենք, որ ամեն ինչ ինք որ դնորինած է իր ժամանակ ունի, իր դեղը ունի, իր դեղը գտնե։ Ինչպես մեր կյանքի մեջ անցած շաբաթ որ համբարձում էր եւ գիտեմ որքան մեր ժողովուրդը գսիրեն այսպիսի հեթանոսական բաներ երթանք վիճակ հանենք համբարձում յալա եւ այլն բայց բուն համբարձումը ինչ է Հիսուս համբարձավ ոչ թե վիճակ քաշեց ինք համբարձավ եւ այդ ժամանակ իր խոստումը կգադարե կեսով այսօրվա ավետարանը որ գարթացինք Սարգսակը գարթած գուքա Հովանու 14-րդ գլխեն եւ ասի մասնավորապես կուզեմ հիշել որտեւ այսօր 3 մեջ բերում բիդինեն բոլորն ալ Հովանես ավետարանի չեն է բայց այսօր վերջի ընթրիքի բահին Հիսուս այնտեղ նստած իր աշակերտներին հետ աշակերտները որ արդեն դրամատրությունին դեղը չեն արդեն գիտեին որ իրենց դերը պիտի գործընծնեին այդ գիշեր եւ ամենը դխուր երեսներով գսե որ մի նեղվիկ ցեզի գթողում մի քեղեցիկ բան իմ սերս որ բացադրած եմ իմ խոսքերովս եւ իմ գործերովս Եվ այս գիշեր մի քանի ժամեն պիտի տեսնեք այդ զողողությունը, թե ինչ է իսկական սերը։ Եվ մի վախնակ, որովհետև եթե կգարձեք, որ ես կերտամ եւ պիտի ցեզ լքեմ, մինակ պիտի չթողեմ, մխիթարի չպիտի գրգեմ։ Եվ ասիկ դերևս վստահ աշակերտները չհասկացան Մենք ենք, որ այսօր հերվեն, որ գնայինք 2000 դարի հետո և Սուրբ Գիրքը ուսումնասիրելով գիտենք, թե վերջի ինչ էր, ուրեմն հարութենեն հետո, 40 օր հետո աշակերտները կհավաքվին և Հիսուս համբարձում կառնե։ Եվ կհամբառնա թեպի երկինք և այդ բաղուն իր աշակերտներու գսե ամե իշխանություն դրված է ինձի երկնքի մեջ և երկրի վրա։ Ինչ կնշանակի սա, դիեզերքը, երկինք և երգիր, գիտեք, որ մենք հայերս այդ դիեզերքի կաղապարը մեր այպուպենի մեջ տրած ենք, 7-րդ դարը, որ 4 և 3 է, 4 անգյուն աշխարի, երկինք 3, 4 և 3 դարն է, որ գտեսնենք մեր խորաններու ամենը բարձր դեղը, Աստուծո անունը նա է ոչ թե ոչ թե պիտի լիներ բայց է Աստված դիեզերք ամեն ինչ ամեն գիտություն այնտեղ է եւ Հիսուս կսե որ ամեն իշխանություն դրված է ինձ ինչպես որ հայրը ինձ գրգեց ես ացես պիտի գրգեմ այդ բահուն աշակերտները գտարնան առաքյալ Առաքել կնշանակե գրգված բայց ուժ չունին գոչում ունին բայց զենք չունին
կորձիկ չունին։ Պիտի երթանք, ինչ պիտի ենենք, ուր երթանք, Հայաստան ինչ պիտի երթանք ենենք, Հունաստան ինչ պիտի ենենք, Հռոմ պիտի երթանք, ինչ պիտի ենենք, մենք ցգնորսություն գիտենք, 3 տարի քեզ հետ ենք, ուր է մեր ուժը, ուր է մեր զենքը, եւ Հիսուսը ասա, որ Սուրբ Հոգին է որ պիտի կա, եւ այսօր հոգեկալուստ, այսօր այդ զենքը գդրվի իրենց, այսօր այդ կորձիկը գդրվի իրենց, այսօր Սուրբ Հոգին գիչնա իրենց վրա եւ այդ լեզվի կորձիկը գուտա իրենց, եւ այս աշակերտները դարձած առաքյալ հիմա զինված են աշխարհը երթալ եւ դարաձել Քրիստոսի ավետիսը։ Բայց նախքան այդ խոսելը եկեք մեկ հատ նայենք, թե ինչ բադահեցավ, դառնակ բամը բադահեցավ, որ անցյալ գիրագի, որ երկրորդ Զալգազարդ էր, Զալգազարդի համարները գարտացինք Հովանու ավետարանեն, եւ դերևս քիչերը իմացան մի դառնակ բան, որ բադահեցավ այնտեղ, եւ այս կգարտանք Հովանու 12-րդ գլխի մեջ, գսե այնտեղ Երուսաղեմի մեջ քանի մհեթանոսներ կային այս մարդոց մեջ, այսինքն ոչ իրենց հեթանոսներ էին, բայց եկած էին դոնը դոնելու եւ ուզեցին Հիսուսի տեսնել եւ այստեղ ինձ համար կոնե դարօրինակ էր, երբ Հիսուսը հասավ ժամը, երբ այս հեթանոսները եկան, Հիսուսը հասավ ժամը, որ փառավորվի մարդու որդին։ Ինչու՞։ Եթե գիշեք Հովանու ավետարանի առաջի գլուխներուն կգարտանք Հիսուսի ամենամեծ հրաշքը, սկսելով իր առաքելությունը։ Այդ շուրը քինի կփոխե եւ իր մայրը գսե որ քինի չունին։ Հիսուս ինչ կպատասխանե, գսե որ քեզ ինչ, ինձ ինչ, ժամանակս չեկած, բայց այսօր գսե ժամանակս այստեղ է։ Որտեւ այդ բահին, որ իր ժամանակը եկավ, իր ժողովուրդեն բաժնվեցավ եւ եղավ Հիսուս առաքելությունը ընդհանուր աշխարհին, կպատկանի մեզ բոլորիս, ինչ որ Հովանես իր նախապանին մեջ շատ հստակ գսե, աներ ճշմարիտ լույսը, որ գլուսավոր է ամեն մարդ, որ աշխարհի պիտի գա։ Այն աշխարհի մեջ էր եւ աշխարհը անով եղավ, սակայն աշխարհը չջանցավ։ Իրեններուն եկավ, բայց իրենները չընդունեցին զայն։ Եվ իրենները եթե չընդունեցին, իսկ անոնք որ ընդունեցին զայն, իշխանություն տվավ անոնց ըլլալու Աստուծո որդիներ։ Եվ սիրելիներ, այս բաուն է, այս Պենտեկոստի օրով, հոգեկալուստի օրով է, որ եկեղեցին ծնունդ կունենա, ինչ որ մենք գարդասանենք ամեն գիրագի։ Հավատամք իմիմիայն ընդհանրական եւ առաքելական։ Երկու այդ հատկանշանները պետք են։ Ընդհանրական, ընդհանուր։ Ոչ միայն մեգասկի։ Եվ այդ պատճառով, երբ ես գաղութեմ, հայերենով գաղութեմ։ Երբ իտալացին գաղութ է, իտալերենով գաղութ է։ Երբ չինացին գաղութ է, չինարենով, ինչու, որտեվ Աստված մեկ է, մեկ հոգու չպատկանիր։ Այդ պատճառով իմ խորանիս վրա Հիսուս հայկական թեմք ունի։ Սևամորտներու եկեղեցի որ մտնեք, մորտիկին գույնը մութ է։ Երբ որ ջապոններու եկեղեցին մտնեք, աչքերը նեղծած։ Ինչու, որտեվ Հիսուս մեզ կպատկանի։ Աշխարհին կպատկանի, աշխարհի փրկիչն է, մարդկության փրկիչն է։ Եվ այսօր այս է որ մեր արժև կգանք, որ կգանքնենք եւ կուքանք հոգեկալուստին, պիտի հասկանանք, որ Հիսուս բոլորիս է։ Մեկ ենք մենք, մեկ աշխարհ ենք։ Եվ այսօր երբ կգանքնենք, կտեսնենք, որ Հիսուս կխոստանա մեկ բան, խաղաղություն կթողեմ ցեզի, այդ խաղաղությունը մարդկային խաղաղություն չէ։ Ոչ նախաքաները, ոչ քաղաքացիները, ոչ անոնք որ նստած են հաշիվները գնեն, ոչ մեծ գումարներով գրնաս քնել։ Գերտանք ռումպեր գնեդենք ուրիշներու թեմ, կարծելով որ անոնք մարդ չեն։
Կարծելով որ անոնք հեթանոս են, մենք ենք ճագերտով պիտի ասեմ հեթանոս։ Աստծո զավակներն են։ Ամենաբարձ հարցումը հարցրեք ձեզի, եթե այսօր Հիսուս մի ռումբ ուներ իր ցերկը, ում վրա պիտի նետեր։ Ում վրա պիտի նետեր։ Բոլորս իր զավակներն ենք։ Եվ մինչև որ մենք կնանք այդ մտածելու ցևը ընդունել, այս աշխարհի մեջ խաղաղություն չկա։ Եւ այդ բաժարով ամենամեծ սուրբերը, ոչ միայն մեկ հատ, բոլորն ալսած են դերչերս ալ կաթոլիկներու մեջ Մայր Թերեսան ասավ։ Միշտ քարոզեցեք ավետարանը եւ երբ անհրաժեշտ է բարեր կործածեք։ Այսինքն ավետարանը քարոզեցեք ձեր գործերով, ձեր աշխատանքով, ձեր սիրով։ Եվ եթե պետք է անադեն բարեր կործածեք։ Աշխարհի մեջ կարբրինք այսօր, որ այդ գործը պետք է, այդ հասկացողությունը պետք է, որ մենք մեկ Աստված ունենք։ Մենք այս բաժանումները, որ մենք ունենք մեր մեջ, մենք ենք որ կստեղծենք։ Աստծո համար բոլորս ալ իրեն զավակներն ենք։ Եվ այսօր այդ արիթը ունենք, որ Սուրբ Հոգին կգա, մենք մեզի հարցնենք, թե ես ինչ ծևով այդ կորձիկը ստացած եմ եւ կկործածեմ իմ կյանքիս մեջ։ Ես ինչ ծևով այդ սերը կկարոզեմ, գաբրիմ այդ սերը իմ կյանքովս։ I want to share with you a couple of thoughts. Today is Pentecost, and in Armenian, the word is called the coming of the Spirit. It's a beautiful word. Pentem, of course, means from the Greek 50. Today is 50 days after Easter. So if you really count from February, when we started Lent, we had 50 days to Easter. We have 50 days, so it's 100 days of this system that we have in place that a lot of times people don't understand. They say, oh, your Armenian church has all these rules and regulations. We have rules and regulations because without rules and regulations, you have chaos. That's not, I didn't invent that. Ask any scientist. Without those rules there, you just have chaos. Everything just has no rhyme or reason. But the universe is created in a sense to follow order, and everything falls in its place. Last week, the disciples became apostles. In the scriptures, Jesus invited the disciples and said, I now entrust you to take the message out. At that point, when they were sent, they became apostles. But with what tools? Today they received the tools. The tool of language. You say, well, what kind of tool is that? Let me tell you. This is the tool that we don't use, unfortunately. Everybody who does work, no matter what you do, you have your tools. The mechanic has his tools, right? Without it, you'd look like your father. You remember when your father had to fix a screw and he didn't have a screwdriver? He'd go get the butter knife and he'd turn it and it would work. The butter knife is a good screwdriver, but it's not a screwdriver, right? The carpenter has a hammer, right? And your father has a hammer too, right? It's called his shoe. He takes it out and boom, 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 boom. But it's not a hammer. It's not a tool. In the same way, as Christians, we have a tool. And it's not the weapons of bombs and destructions. It's the weapon of speaking, of sharing with one another. Why have we lost that? Why have we lost the ability to communicate? Because we have set up different means that are not in sync with God's time, as I was telling you. There is a time. You know, we go and we bomb countries and we say, well, you know, they were not believing. Do you realize that everybody in the world is a child of God? Do you realize that every war that we have fought in this world since the beginning of time has been a civil war, has been about brother against brother, sister against sister? Everybody.
If we believe that there is one God, then you've got to believe that we're all his children. So instead of these fights, why are we not talking, sharing? Because we find it easier to put a bullet in a gun. We find it easier to put a bomb in an airplane and just drop it. It's senseless, right? And that word senseless comes up today in today's reading. In the book of Acts, where the Pentecost is remembered, chapter 2, and I believe, I believe it's in your newsletter today, Acts chapter 2. We see that the disciples or the apostles are all sitting there, and they receive the gift of language. And it says the Holy Ghost, the Holy Spirit, filled them, and they began to speak in other tongues as the Spirit gave them utterance. Now you say, oh yeah, I've heard them. You know, I watch Channel 52 in the middle of the night, and there's people, they're talking things that I don't understand. That's utterance, you know. I listen to them because the Holy Spirit is talking. Ba-bum. Do you know before Channel 52, we were around? It's called the Apostolic Church. And when he talks about utterance, it's not nonsense. God doesn't give you languages that nobody else understands. And the proof of that is in today's reading. It says, in the town there were people from different countries, devout men of every nation under heaven. When they noticed the noise abroad, the multitude came together and were confounded because every man heard them speak in his own language. They were all amazed and marveled, saying to one another, behold, are these men not Galileans? Yet we hear them in our own tongue. Not nonsense. It's languages that people understand. And we've got to start believing that if we are going to bring peace into this world, it has to be with the understanding of one another. One of the most beautiful things that you see was a dream that the United Nations would get together. And what is that beautiful thing that they have? Headphones. You hear a person talking in one language, you hear them in your ear in your native language. How beautiful. Because we're all children, and we all have to learn to talk to one another. Today is that celebration, that the church, the first League of Nations, so to speak, where everyone got together, and we understand that there is one God, and under that one God, there can be peace. This was the promise that was given to us when Jesus was born. He was born and the shepherds were out in the field. They said, what is all this? And the angel said to them, peace on earth, goodwill towards one another. Don't complicate it more than this. Don't talk about big pointed spires and crosses. Just keep it simple. Peace and get along with one another. So, here we are today, 2026, and we've seen a world where that has gone crazy, where we've no longer allowed people to talk, but resolve things by just extermination. You know who the first people need to be to speak out against that is us, because we were the first victims of extermination. I always, when I would listen to my grandmother talk about the 1915 genocide, I always wondered, and I'm sure you did too. And by the way, those of you who had grandmothers who were genocide survivors, we are the last generation. We are the last generation who had first-hand account. That's it. After we're gone, everything else is going to be read out of a book, on a videotape. We're the last people who could say, I knew somebody who was in that genocide. And I always wondered, how did that happen? How did the world allow a genocide to happen? And then the same thing the Jews asked. Hitler came about and 6 million Jews were killed.
How did the world allow it? Oh, if I was in the world, that would never happen. How are we allowing what's going on right now? How are we allowing what's happening right now in the world? It's the three little monkeys, see no evil, hear no evil, speak no evil. In Armenian, we have a beautiful saying. It's called Chailami Hokepanutun, ostrich psychology. Stick your head in the sand, everything looks great. Take your head out of the sand and you look around and you see, wow. And that's the challenge that we have today on Hokekalust, on Pentecost. Where am I in this entire story? Can I bring about that change? Yes, you can. And it's very simple. It's the simpleness of loving and sharing Jesus' message, not at the point of a gun, but by living that expression, by speaking out against evil, not with a gun, but by speaking it out, by using the tool that God gave us. When we talk about our Armenian church, it's two people that used language skills. One was Thaddeus. He came in the year 441 to Armenia. When people ask you, when was your church established? Theirs was established 1958. Theirs was established 1964, 2003. Yours was established in 41. Not 1941, 41. And after Thaddeus, in the year 45, Bartholomew got there. And they brought the message of Jesus Christ, peace on earth, and harmony. And let me tell you, this is the message that got Jesus into trouble. That's why John said, he came to his own, but they didn't understand him. So he went on and he gave power for all of us to become children of God. Let's be worthy to be called those children of God. Let's take advantage of a beautiful feast that is put before us, Pentecost, to truly say, the Holy Spirit is in my midst, is on me, and I am an agent of Jesus Christ by the power of the Holy Spirit. Amen. Եվ դուր մեզ համարցակացայն փարփարով, փանալս բերանս մեր, գարթալս քեզ երկնավոր հայր, երկել եւ ասել.